Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է, ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը, ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր հաղորդման ընթացքում մենք կանդրադառնանք շատ հետաքրքիր հոգեբանական համախտանիշների, որոնց կարծում եմ արդեն իսկ ծանոթ եք, պարզապես չգիտեք, թե դրանք ինչպես են կոչվում, եւ վստահ եմ, որ շատերը ձեզ մոտ նույնիսկ կհայտնաբերեք այդ համախտանիշները։ Եկեք այսօր մի փոքր մանրամասն խոսենք դրանց մասին, հասկանանք ինչն է պատճառ հանդիսանում դրանց առաջացմանը եւ ինչպես կարելի է դրանք հաղթահարել։ Եվ այսպես առաջին համախտանիշը, որի մասին այսօր ուզում ենք խոսել, ինքնակոչի համախտանիշն է։ Շատ դեպքերում, երբ մենք որևէ կարևոր գործեր ենք անում եւ մեզ դրա համար գովում են, ոգևորում են, մեզ մոտ կարծեք թե ինչ որ անհարմարության զգացում է առաջանում։ Մենք կարծում ենք, որ մենք այդ գովեստին արժանի չենք, որ միգուցե ինչ որ մեկը ավելի խելացի է մեզնից, ավելի աշխատասեր է եւ այլն, իսկ այդ ամենն իրականում գալիս է շատ խոր անցյալից, մանկությունից, երբ մեզ մշտապես համեմատում էին մեր ընտանիքի այլ երեխաների կամ նույնիսկ հարևանների, բարեկամների երեխաների հետ եւ դա անում էին ի վնաս մեզ։ Այսինքն ասում էին, որ հարևանի, բարեկամի երեխան, մեր քույրը կամ եղբայրը մեզնից ավելի խելացի է, իր մոտ հաստատ ավելի լավ կստացվի, նա ավելի արագ է կողմնորոշվում եւ այդպես շարունակ։ Ու մենք հաջորդ անգամները մեծանալով, երբ հանդիպում էինք մեր անձի հանդեպ գովեստի խոսքերի, շատ խիստ կասկածում էինք դրանց իրական լինելուն։ Այսինքն մտածում էինք, որ այնուամենայնիվ ինչ որ մի բան մեր մեջ թերի է, ինչ որ մի բան այնպես չենք արել ու իրականում արժանի չենք այդ լավ արարքներին, լավ խոսքերին, ջերմությանը եւ այլն։ Ինչպես կարելի է հաղթահարել այդ խնդիրը։ Դուք կարող եք հաջողության օրագիր պահել ձեզ մոտ։ Այսինքն ամեն անգամ, երբ թեկուզ փոքրիկ առաջընթաց եք նկատում, կարող եք անմիջապես գրանցել դա եւ հետագայում անդրադառնալ այդ բոլոր դրական հատկություններին, ձեռքբերումներին, որոնք ձեր կյանքում եղել են։ Եվ ամենակարևորը փորձել հնարավորության սահմաններում չհամեմատվել այլոց հետ, որովհետև մեզնից յուրաքանչյուրն անհատականություն է մեր դրական, բացասական կողմերով, չէ՞ որ մենք չենք կարող միշտ լինել ճիշտ, միշտ անել լավ արարքներ եւ այլն։ Այ հենց վերջին նախադասությունից էլ ուզում եմ խոսել հաջորդ համախտանիշի մասին։ Շատերս ունենք գերազանցիկի համախտանիշ, այսինքն ձգտում ենք ամեն ինչ անել ժամանակին, ամեն ինչ անել ճիշտ, առանց որևէ սխալի եւ եթե անգամ փոքրիկ սխալ ենք թույլ տալիս, շատ անողոքաբար ենք վերաբերվում ինքներս մեզ։ Միանում է մեր ներքին քննադատը եւ սկսում ենք վատ բաներ մտածել մեր մասին։ Գերազանցիկի համախտանիշը շատ նման է նաեւ լավ տղայի կամ լավ աղջկա համախտանիշի, որովհետեւ երկուսի հիմքում էլ ընկած է միևնույն գաղափարը։ Մենք փորձում ենք հաճոյանալ դիմացինին եւ շատ հաճախ այդ հաճոյանալը լինում է ի վնաս մեզ։ Պատկերացնենք փոքրիկ իրավիճակ։ Դուք արդեն նախօրոք պլանավորել եք հանդիպում, պետք է գնաք բժշկի, գեղեցկության սրահ կամ մեկ այլ վայր։ Բայց զանգահարում է ձեր ընկերը կամ ընկերուհին եւ ձեզ խնդրում, որպեսզի դուք իր հետ միասին հենց այդ նույն ժամին գնաք գնումների։ Բնականաբար բժշկի գնալը պետք է դիտվի որպես առաջնահերթություն, որովհետև դուք անհանգստացնող ցավեր ունեք։ Բայց քանի որ դուք չեք ցանկանում ձեր ընկերոջ կամ ընկերուհու աչքին թվալ վատ մարդ, այսպես ասած վատ մարդ իհարկե, ձեր պատկերացմամբ, հետևաբար դուք չեղարկում եք ձեր հանդիպումը, մի կողմ եք դնում ձեր շահերը եւ գնում եք գնումներ կատարելու։ Եթե ավելի լուրջ մոտենանք այդ հարցին, կհասկանանք, որ բժշկի գնալը բնականաբար առաջնահերթություն է, իսկ գնումների գնալը կարելի է կազմակերպել նաև այլ օր կամ այլ ժամի, բայց որpիսի դուք չթողնեք վատ տպավորություն, ու քանի որ վախենում եք, որ կկորցնեք ձեր ընկերոջը, ընկերուհուն, հարազատին մերժելով իրեն, դուք զոհաբերում եք ձեր շահերը հանուն ուրիշների։ Վստահ եմ, որ դուք նկատած կլինեք, որ ժամանակ առ ժամանակ նման պահվածք եք դրսևորում։ Շատերիս համար դա դառնում է նաև սովորական, առօրյայում ոչ մեկ անգամ, այլ բազմիցս ենք անում այդպես։ Դրա համար երբեմն ունենում ենք նաև մեղքի զգացում սեփական անձի հանդեպ, երբ գիտակցում ենք, որ հերթական անգամ անտեսել ենք ինքներս մեզ։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի դուք առաջնահերթությունը տաք ձեր պահանջմունքների բավարարմանը։ Հիմա վստահ եմ, որ հեռուստադիտողներից ոմանց մոտ կառաջանա ըմբոստություն։
Շատերի մոտ դա կարող է դիտվել որպես եսասիրություն եւ այլն, բայց շտապում եմ ձեզ զարմացնել, դա եսասիրություն չէ ամենևին։ Մեզնից յուրաքանչյուրն ի ծնե ունի որոշակի պահանջմունքներ, որոնք որ պետք է բավարարվեն, եւ շատ դեպքերում անտեսելով մեզ մոտ կուտակվում է դժգոհություն, ինչը հետագայում բացասաբար անդրադառնում է նաեւ մեր ընտանիքի բոլոր անդամների վրա։ Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի մենք սովորենք ասել ոչ այն դեպքերում, երբ կա դրա անհրաժեշտությունը։ Մի շատ գեղեցիկ խոսք կա։ Ասում է, երբ դուք ասում եք ուրիշներին այո, համոզվեք, որ չեք ասում ոչ ինքներդ ձեզ։ Հետևաբար հաջորդ անգամ, երբ համաձայնություն եք տալիս այնպիսի խնդրանքին, որը ձեր շահերից չի բխում եւ ճիշտ հակառակը ի վնաս ձեզ է գործելու, լավ մտածեք, նոր հաստատեք։ Քանի որ ինչպես արդեն ասացի, ձեր դժգոհությունը կարող եք այսպես ասած, թափել ընտանիքի մյուս անդամների վրա ու իրենք տուժեն դրանից, հատկապես երեխաները։ Դուք չեք կարողացել մերժել այն առաջարկը, որը ձեզ հարմար չէ, եւ արդյունքում տուժում է երեխան, ով փոքրիկ չարաճճիություն է արել։ Ու դուք նախկինում, եթե պարզապես դաստիարակչական զրույցով եք սահմանափակվում, հիմա արդեն բարձր գոռում եք, բարկանում եք եւ նույնիսկ որոշակի պատժամիջոցներ եք կիրառում։ Այս դեպքում շատ կարևոր է անձի սահմանների ընդգծումը։ Փորձեք հասկանալ, թե որոնք են ձեր ցանկությունները, ինչ եք դուք ցանկանում անել ողջ օրվա ընթացքում, կարող եք նույնիսկ նախապես գծել ձեր գրաֆիկը եւ շատ ջերմ ձևով այնուամենայնիվ մերժել այն առաջարկը, որը տվյալ պահին ձեզ համար անհարմար է։ Հաջորդ համախտանիշը, որին ցանկանում ենք անդրադառնալ, դատարկ բնի կամ այլ կերպ ասած դատարկ փչակի համախտանիշն է։ Շատերի համար սա միգուցե անծանոթ է, բայց անծանոթ է միայն անվանումը, քանի որ երևույթը բավականին տարածված է մեր շրջանում։ Պատկերացրեք, դուք ունեցել եք երեխաներ, երկար տարիներ հոգ եք տարել իրենց մասին, ձեր առօրյայի մեծ ու անբաժանելի մասն են կազմել երեխաների ու ընտանիքի մյուս անդամների համար կատարվող որոշակի գործողությունները, հոգսերը եւ այլն, եւ գալիս է մի պահ, երբ երեխաներն արդեն հասունանում են, լքում են հայրական տունը, գնում են արտերկիր, գնում են որևէ այլ տեղ ապրելու եւ ծնողները շատ դեպքերում իրենց ամբողջովին դատարկված են զգում։ Այդ պատճառով էլ համախտանիշը կոչվում է դատարկ բնի համախտանիշ։ Նախկինում օրինակ, երբ մայրիկն արթնանում էր, առաջինը մտածում էր, թե ինչ պատրաստի, որպեսզի երեխաներն ուտեն, կամ արագ արդուկի երեխայի հագուստը, որպեսզի նա պատշաճ կերպով կարողանա գնալ հանդիպման եւ այլն։ Իսկ այժմ չկա երեխան, այսինքն կա երեխան, բայց այլևս չկան այն առօրյա հոգսերը, գործողությունները, որոնք անհրաժեշտ է անել։ Եվ ծնողները հատկապես միջին տարիքի ծնողները, ովքեր բացի այդ երևույթը ունեն նաև որոշակի կյանքի հանդեպ պատկերացումների վերաիմաստավորում կախված տարիքից, շատ տխրում են ու իրենց ճակերտավոր ասած անպետք են զգում, իրենց թվում է, որ իրենք այլևս ոչ մի կարևոր գործողություն չեն կարող կյանքում կատարել, ոչ ոքի պետք չեն եւ նմանատիպ այլ բացասական մտքեր են ունենում։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի ծնողների պատկերացումը այդ երևույթի մասին լինի ճշգրիտ։ Եթե դուք մտածեք, որ երեխաները լքել են ձեզ, դուք բնականաբար կտանջվեք ու կնեղվեք։ Իսկ եթե պատկերացնեք, որ ճիշտ հակառակը, դուք այնքան լավ ծնող եք եղել, որ երեխաներին նախապատրաստել եք ինքնուրույն կյանքի, այսպես գեղեցիկ ասած, թույլ եք տվել, որպեսզի իրենք արդեն գնան ազատ ճախրանքի, հետևաբար դուք ձեզ հանգիստ կզգաք եւ որպես ծնող կհասկանաք, որ հիմնական ու կարևոր առաքելությունը ձեր կյանքի արդեն իսկ կատարել եք։ Բացի այդ, իրենք չեն դադարում լինել ձեր զավակները, դուք էլ չեք դադարում լինել իրենց ծնողները եւ բնականաբար մեկը մյուսի համար միշտ էլ կարևոր եք լինելու։ Պարզապես ֆիզիկական բացակայությունն է լինում իրենց։ Ինչպես կարելի է հաղթահարել այս համախտանիշի առաջացրած բացասական փորձը։ Եվ այսպես, հարգելի ծնողներ, դուք կարող եք ձեզ համար գտնել նոր զբաղմունք, նոր հետաքրքրություն, որով կարող եք հագեցնել ձեր առօրյան։ Օրինակ, եթե դուք երկար ժամանակ երազել եք, որ կարողանաք ձեռագործել, գեղեցիկ բաներ պատրաստել կամ մեկ այլ մասնագիտության մասին եք երազել, հիմա ունեք բավականաչափ ազատ ժամանակ, որպեսզի զբաղվեք դրանով։ Եվ ինչպես մեր նախորդ հաղորդումների ընթացքում անդրադարձել ենք, համացանցը բացի որոշակի վտանգներ իրենից ներկայացնելուց ունի նաև դրական կողմեր։
Կարող եք համացանցում փնտրել եւ գտնել հետաքրքիր հոլովակներ, որոնք ձեզ նոր ինֆորմացիա կտրամադրեն կամ կսովորեցնեն նոր հոբի եւ ձեր առօրյան ավելի հագեցած կդառնա։ Բացի այդ, դուք կարող եք ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կազմակերպել ձեր հարազատների հետ եւ հնարավորության սահմաններում այդ հանդիպումներին կարող են մասնակցել նաեւ ձեր երեխաներն, ովքեր այլևս ձեզ հետ նույն հարկի տակ չեն ապրում։ Մի խոսքով, երբ որ մեր կյանքում լինում են բարդ իրավիճակներ, մեզ թվում է, որ այլևս փոխել ոչինչ հնարավոր չէ, բայց երբ մենք փորձում ենք այդ իրավիճակին նայել կողքից, մենք հասկանում ենք, որ ելքերը բազմաթիվ են։ Եվ եթե դուք էլ լինեք ազնիվ ու արդար ինքներդ ձեզ հետ, կհասկանաք, որ դեռ մի բան էլ բավականաչափ ժամանակ ունեք նոր ու հետաքրքիր գործեր անելու համար։ Հաջորդ համախտանիշը զոհի համախտանիշն է, որը եւս շատ տարածված է մեր շրջանում։ Պատկերացրեք, զոհի համախտանիշ ունեցող մարդիկ, ովքեր մանկուց վախեցել են սխալվելուց, վախեցել են իրենց կյանքի համար պատասխանատվությունն իրենց ձեռքը վերցնելուց, յուրաքանչյուր դժվարության դեպքում սկսում են մեղադրել այլոց։ Փոքրիկ իրավիճակ ներկայացնեմ, որպեսզի դուք ավելի լավ պատկերացնեք։ Երեխան չարաճճիություն է անում։ Գիտեք, որ կան որոշակի տարիքներ, որոնց ընթացքում երեխաները շատ ակտիվ են, աշխուժ են, միգուցե բարձր գոռգոռում են, շարժվում են եւ այլն։ Բայց քանի որ երեխայի այդ պահվածքը մեզ համար երբեմն անընդունելի է, մենք ինչ ենք անում։ Սկսում ենք երեխային մեղադրել, որ իր բարձր աղմուկի պատճառով մեր գլուխը ցավվեց, որ մենք մեզ վատ ենք զգում եւ այլն եւ այլն։ Իրականում երեխայի մոտ առաջացնում ենք մեղքի զգացողություն, իսկ մենք արդարացնում ենք երբեմն մեր անգործությունը։ Մի փոքր կենցաղային լեզվով ասած, երբեմն ասում ենք, այ տեսնում ես, դու քեզ այդպես վատ պահեցիր, ես ինձ վատ զգացի, չկարողացա ոչինչ այսօր պատրաստել ուտելու համար կամ չգնացի այս կարևոր տեղը եւ այլն։ Երբեմն նույնիսկ շահարկում ենք մեր ամբողջ օրվա ընթացքում ունեցած բարդ առաջադրանքները։ Օրինակ, աշխատանքից վերադառնում ենք տուն եւ ասում ենք, ես այսօր շատ վատ օր եմ ունեցել ու դու դեռ չես հավաքել քո սենյակը եւ այլն եւ այլն։ Իրականում առաջին հայացքից սովորական երևույթ է, որը բոլորիս տներում կարող է պատահել, բայց շատ կարեւոր է, որպեսզի երեխայի մոտ առաջացնենք գործ անելու ցանկություն ոչ մեղքի զգացումով առաջնորդված։ Այսինքն նա ոչ թե իրեն մեղավոր զգա, որ մենք իր օրը փչացրել ենք կամ որևէ վատ բան ենք արել, այլ հասկանա, որ իր սենյակը, իր տարածքը, իր պատասխանատվության տակ է եւ ցանկալի է, որ այն միշտ լինի կոկիկ հավաքված, որ հաջորդ անգամ երբ իրեն որևէ բան պետք լինի, միանգամից կարողանա դա գտնել եւ այլն։ Կարծում եմ ասելիքը պարզ դարձավ ձեզ համար։ Հաջորդ համախտանիշը, որին հնարավորինս հակիրճ ուզում ենք անդրադառնալ, ներքին տագնապի համախտանիշն է։ Շատերի մոտ հաճախակի լինում է լարվածության զգացողություն։ Օրինակ, կարող եք առավոտյան արթնանալ կամ գիշերվա մի որևէ ժամի առանց որևէ հստակ պատճառի ունենալ սրտխփոց եւ սպասել որևէ վատ իրադարձության։ Եթե դուք դիմել եք բժշկի եւ բժիշկը բացառել է որևէ հիվանդության նախանշան, որպես դուք կարող եք դիմել մասնագետին մասնագիտական աջակցություն ստանալու համար, որովհետև շատ դեպքերում մենք կարող ենք ծայրահեղականացնել այն ամենը, ինչը դեռևս անգամ տեղի չի ունեցել։ Իմ ամենասիրելի օրինակներից մեկը Հովհաննես Թումանյանի Կիկոսի մահը հեքիաթն է, որը ես շատ եմ ներկայացնում ծնողներին որպես ծայրահեղականացման վառ օրինակ։ Եթե հիշում եք հեքիաթում, դեռևս չամուսնացած աղջիկը պատկերացնում էր, որ երեխա է ունենալու, երեխան բարձրանալու է ծառին, ցած ընկնելու քարին եւ ի վերջո մահանալու է։ Աղջիկը դեռ ամուսնացած չէր, բայց մոտ ապագան ամենագորշ գույներով էր պատկերացնում։ Պատկերացրեք, դուք զանգահարում եք ձեր հարազատին եւ ձեր հարազատն առաջի զանգից չի պատասխանում, ու դուք անմիջապես որևէ վատատեսական սցենար եք մշակում, որոշում եք, որ միգուցե նա ավտովթարի զոհ է դարձել կամ մեկ այլ դժբախտ պատահար է տեղի ունեցել եւ սկսում եք տանջվել դրա համար։ Իսկ պատճառը կարող է շատ հասարակ լինել, պարզապես հեռախոսի մարտկոցն է նստել կամ ձայնը անջատված եղել չի տեսել, կամ միգուցե տվյալ պահին իրեն հարմար չի եղել եւ կզանգի ձեզ մի քանի րոպե հետո։ Ու որպեսզի ձեր անձնական կյանքը չփչացնեք ու դրանով իսկ նաև մյուսների կյանքի որակի վրա բացասաբար չանդրադառնաք, շատ կարևոր է, որ ժամանակին ձեր բացասական մտքերի հոսքը կարողանաք կառավարել ու նաև նվազեցնել տագնապի մակարդակը։
Իհարկե այդ ամենը պատահական չի տեղի ունեցել ձեզ հետ ու բնականաբար դուք երևի շատ երկար ստրեսային վիճակում եք գտնվել կամ ունեցել եք որոշակի տրավմատիկ իրավիճակներ, հանկարծակի հարազատի կորուստ եւ այլն ու ըստ այդմ էլ ձեզ մոտ արմատացել են այդ մտքերը, բայց այնուամենայնիվ եթե զգում եք, որ այդ ամենը բացասաբար է անդրադառնում ձեր կյանքի վրա, ճիշտ ժամանակն է հաղթահարելու, իսկ հաղթահարման համար շատ կարևոր է, որպեսզի դուք կարողանաք հետևել ձեր մտքերի լինել այստեղ եւ հիմա օգնում են շատ հանգստացնող տեխնիկաներ, շնչառական վարժություններ եւ իհարկե կոգնիտիվ վարքաբանական թերապիան, որը ձեզ օգնում է, որպեսզի դուք ձեր մտքերի աղճատումները, բացասական մտքերը կարողանաք գիտակցել, հասկանալ եւ դրանք վերափոխել դրականի ու ավելի սթաբ դատել այն իրավիճակի մասին, որը ձեզ անհանգստացնում է։ Հաջորդ համախտանիշը, որին ցանկանում ենք անդրադառնալ, հետաձգված կյանքի համախտանիշն է։ Շատ հետաքրքիր մի երևույթ է, երբ մենք առօրյա ուրախությունները մի կողմ դնելով մտածում ենք հետոյի մասին։ Մեր յուրաքանչյուր մտքի պատկերացման մեջ ընկած է հետո բառը։ Այ եթե ես կարողանամ այսքան գումար հավաքել, ես կկարողանամ ինձ ավելի երջանիկ զգալ։ Այ եթե ես կարողանամ քննությունս գերազանց հանձնել, ես կկարողանամ երջանիկ զգալ ինձ։ Այստեղ եւ հիմա ես չեմ կենտրոնանում այն փոքրիկ ուրախությունների վրա, որն իմ կյանքում ամեն օր կան։ Ես մտածում եմ ապագայի մասին, կազմում եմ պլաններ ապագայի հետ կապված եւ եթե հանկարծ այդ ամենը չի իրականանում, ես ինձ շատ դժբախտ եմ զգում։ Իհարկե շատ կարևոր է, որպեսզի դուք ունենաք որոշակի պատկերացումներ ապագայի նկատմամբ, որևէ հետաքրքիր գաղափար, որը ցանկանում եք իրագործել եւ ամեն օր այդ գաղափարի համար որոշակի ներդրումներ, գործողություններ անել, բայց այդ ամենն անելով հանդերձ պետք չէ տեսադաշտից կորցնել նաեւ մեր իրական կյանքը։ Չէ՞ որ երբ մենք կենտրոնանում ենք միայն մի բանի վրա եւ ինչ որտեղ նաեւ հիվանդագին ենք վերաբերվում այդ երևույթին, մեր կյանքը կորցնում է իր գույները։ Օրինակ, ձեր երեխաները ձեզ որևէ գեղեցիկ նվեր են մատուցում, բարի խոսքեր են ասում, փորձում են գրկախառնվել ձեզ հետ, իսկ դուք այդ պահերը վայելելու փոխարեն տանջվում եք, որ մոտ ապագայում սա պիտի լինի, նա պիտի լինի եւ այլն։ Այսինքն մեր երջանկությունը մենք կապում ենք այն երևույթների հետ, որոնք դեռևս տեղի չեն ունեցել, եւ այդ ամենը մշուշոտ ապագայում է գտնվում։ Նման դեպքերում մենք փախուստ ենք կատարում իրականությունից եւ մեզ համար պլանավորում, ստեղծում ենք իդեալական հետոն։ Բայց քանի որ մեզնից ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է լինել, մենք չենք կարող նաև վերջնական պլանավորել այն ամենն, ինչ մեր կյանքում կարող է տեղի ունենալ։ Իսկ այստեղ իրականում մեզ կարող է օգնել այստեղ եւ հիմա գտնվելը։ Կամ բազմաթիվ տեխնիկաներ եւ մեր նախորդ հաղորդումներից մեկի ընթացքում մենք արդեն անդրադարձել ենք դրանց, երբ դուք փորձում եք հասկանալ ձեր շուրջը լսվող 4 ձայն, 5 առարկա եք թվում, փորձում եք զգալ հոտերը, համերը եւ այլն։ Եթե ետ վերադառնաք մեր նախորդ հաղորդումներից մեկին, դուք այդ տեխնիկային մանրամասն կծանոթանաք։ Դա օգնում է, որ մենք լինենք այստեղ եւ հիմա, քանի որ մենք մտքերով կամ անցյալում ենք եւ ինչպես արդեն բազմիցս ասել ենք, դժգոհում ենք անցյալում տեղի ունեցող իրավիճակներից կամ ապագայում ենք վախենալով ապագայից, տագնապելով դրանից կամ շատ մեծ հույսեր կապելով դրա հետ։ Այսպիսով դուք եւս մեկ անգամ կարող եք վերցնել ձեզ համար օրագիր, իհարկե պլանավորել ապագան, բայց նշել նաեւ այն բոլոր կարևոր գործողությունները, որոնք արդեն իսկ անում եք։ Բերեմ փոքրիկ օրինակ։ Եթե դուք որոշել եք սովորել օտար լեզու, բայց ձեր առջև դրել եք անիրատեսական նպատակ, օրինակ 1 շաբաթ հետո անթերի իմանալ այդ լեզուն, բնականաբար 1 շաբաթվա ընթացքում չեք կարողանա ամբողջությամբ տիրապետել լեզվին, ու դրա պատճառով միգուցե նաեւ հիասթափություն ապրեք ինքներդ ձեզնից, ձեզ թվա, որ ոչինչ չեք կարողանում անել եւ այլն։ Բայց դրա հակառակ, եթե փորձեք յուրաքանչյուր օր 10-ից 20 նոր բառ սովորել, դուք կտեսնեք, որ ձեր նպատակին հասնելն արդեն ավելի մոտ է թվում ձեզ։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի ձեր առջև դնեք իրատեսական նպատակներ, որպեսզի կարողանաք դրանք կատարել եւ դրա հետ զուգահեռ բարձրանա նաեւ ձեր ինքնագնահատականը։
Իսկ հաղորդման երկրորդ հատվածում ձեզ կպատմենք մի փոքրիկ առակ, որը վերաբերում է մեր այսօրվա համախտանիշներից մեկին։ Կար չկար մի գեղեցիկ ու շատ խելացի աղջիկ կար, ով ցանկանում էր միշտ ամեն ինչ անել, որպեսզի դիմացիններն իրենց լավ զգային։ Օրինակ, ամեն ինչ անում էր, որ մայրիկը ժպտար, ուրախանար, ամեն ինչ անում էր, որ ուսուցչուհին իրենից գոհ լիներ եւ այդպես շարունակ։ Մեր աղջիկը մշտապես լարված էր, որովհետև իրեն թվում էր, որ ինչ-որ մի բան այնպես չի անում, որ միգուցե դիմացինի մեջ կարող է դժգոհություն առաջանալ իր անձի հանդեպ, ընկերները միգուցե այլևս չեն ցանկանա իր հետ ընկերություն անել եւ այդպես շարունակ։ Առօրյա մտքերի մեջ նա չէր կարողանում անգամ մտածել, թե իրեն ինչ է դուր գալիս, ինքն այդ օրվա ընթացքում ինչ է ցանկանում անել, ու բնականաբար ժամանակ չէր տրամադրում իր սեփական ցանկություններին։ Օրերից մի օր աղջիկը որոշեց գնալ իմաստուն կախարդի մոտ եւ իր հետ քննարկել, թե ավել ինչ կարող է անել, որպեսզի բոլորն իրենից գոհ լինեն։ Իմաստուն կախարդը լսելով իր խոսքերը, ասաց, որ ցանկանում է իրեն ցույց տալ մի շատ գեղեցիկ այգի։ Նրանք միասին գնացին այգի, որտեղ կային բազմաթիվ ծաղիկներ։ Գեղեցիկ ու անուշաբույր վարդերի կողքին աճում էին պարզ, բայց ոչ պակաս գեղեցիկ երիցուկները, մյուս կողմում շուշաններն էին եւ այդպես շարունակ։ Ու իմաստուն կախարդը մեր աղջկան ասեց. տեսնում ես, որ յուրաքանչյուր ծաղիկ յուրովի գեղեցիկ է, բայց միևնույն ժամանակ երիցուկը չի ձգտում վարդի պես անուշ բույր ունենալ, իսկ շուշանները չեն ձգտում երիցուկների պես պարզ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ լինել, որովհետև իրենցից յուրաքանչյուրն իրենից արժեք է ներկայացնում եւ իրենք գեղեցիկ են այնպիսին, ինչպիսին որ կան։ Իրենք չեն ցանկանում փոխվել հանուն մեկ այլ ծաղկի կամ մարդկանց դուր գալու։ Իրենք չեն ցանկանում նմանվել մյուսներին, այսինքն պահում են իրենց տեսակը։ Եվ աղջկան ասաց, որ աղջիկն էլ իր տեսակով արդեն իսկ արժանի է սիրո, ջերմության, ուշադրության եւ այլն։ Լսելով իմաստուն կախարդի ասածները, մեր աղջիկը սրտնեղեց, որովհետև մտածեց, որ միգուցե եթե նա լինի այնպիսին, ինչպիսին կա, իրենից երես կթեքեն իր ընկերները, այլևս չեն ցանկանա իր հետ ընկերություն անել, կամ ծնողներն իրենից դժգոհ կլինեն եւ այլն։ Բայց մեր իմաստուն կախարդը հանգստացրեց նրան ասելով, որ այն մարդիկ, ովքեր մեզ սիրում են այնպիսին, ինչպիսին որ մենք իրականում կանք, մեր բոլոր թերություններով եւ առավելություններով հանդերձ։ Իսկ այն մարդիկ, ովքեր հետապնդում են շահ եւ մեր կողքին են գտնվում միայն նրա համար, որ մենք հարմար ենք իրենց, նման մարդկանց հետ իրականում պետք չէ ընկերություն անել կամ իրենց ժամանակ տրամադրել։ Քանի որ մեր հարազատները, բարեկամները, ընկերները պետք է ընդունեն մեզ այնպիսին, ինչպիսին որ մենք կանք, եւ ճիշտ հակառակը, մենք նույնպես յուրաքանչյուր մեր հարազատի պետք է ընդունենք այնպիսին, ինչպիսին նա կա, իր բոլոր առանձնահատկություններով, թերություններով եւ առավելություններով։ Չէ՞ որ իրականում չկան կատարյալ մարդիկ, բայց միշտ կարելի է ձգտել կատարելության։ Այստեղ մի շատ կարեւոր նկատառում հարգելի հեռուստադիտող, ինչպես արդեն հասկացաք, մեր աղջիկը իրականում նաև պայմանական սիրո զոհ էր, այսինքն նա կարծում էր, որ եթե ամեն ինչ լավ անի, իրեն կսիրեն, եթե բարձր գնահատականներ ստանա, ինքն ավելի արժեքավոր կլինի, իսկ հիմնականում երեխաների մեջ այդ ամենը սերմանում ենք մենք, մեծահասակներս, երբ ամեն անգամ մեր սերը դարձնում ենք շահարկման առարկա եւ երեխաներից պահանջում ենք, որպեսզի իրենք լինեն այնպիսին, ինչպիսին մենք կանք։ Միգուցե դուք էլ կհիշեք, որ ձեր մանկության տարիներին շատերն ասում էին, եթե դու լավ սովորես, ես քեզ կսիրեմ, կամ խրախուսում էին այդ լավ սովորելը որևէ դրական բանով։ Իսկ եթե բացասական գնահատական էինք ստանում կամ որևէ վատ արարք էինք մեզ թույլ տալիս, այդ ամենը վերածվում էր դժգոհության ու շատ վատ հետևանքներ էր ունենում եւ բնականաբար մշտապես շահարկվում էր այդ սիրել-չսիրելու միտքը։ Այդ պատճառով էլ երեխաներից շատերի մոտ ու հատկապես նրբազգաց երեխաների մոտ արմատավորվում է, որ իրենք պարտավոր են արժանանալ այդ սիրո, այսինքն ձեր ուշադրության, քնքշության ու ջերմության արժանանալու համար իրենք որևէ բան պետք է անեն, բայց իրականում շատ կարևոր է, որպեսզի իրենք հասկանան, որ իրենց ծնունդով իսկ ձեզ բերել են մեծ երջանկություն եւ որ դուք շատ մեծ հպարտություն եք ապրում, որ իրենց պես երեխաներ ունեք, չէ՞ որ վերջնական արդյունքում դուք եք իրենց դաստիարակում։
Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը հարգելի հեռուստադիտող, հուսով ենք, որ մեր այսօրվա հաղորդումը ձեզ համար հետաքրքիր էր եւ ինֆորմատիվ, իսկ ձեզ անհանգստացնող հարցերը, առաջարկները կամ կարծիքները կարող եք թողնել YouTube-յան մեր ալիքի Ծնողի կողքին հաղորդաշարի հատվածում։ Ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը։ Կհանդիպենք։